Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի եթերում ընտրության ժամն է եւ ժամի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ փաստաբան Արամ Վարդևանյանին։ Բարի երեկո, պարոն Վարդևանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն Շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Նավասարդյան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը օրեր առաջ մերժեց գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխարինելու ձեր միջնորդությունը։ Նախ սա քրեական դատավարության օրենսգրքով ինչպիսի ապացուցված ռիսկեր պետք է լինեն տնային կալանք կիրառելու եւ նաեւ այն շարունակելու համար։ Շատ ճիշտ հարցադրում եք տալիս, իրականում այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, որ խոսքը գնում է արդեն 9 ամիս ըստ էության տևող ինտենսիվ անազատության հետ, որովհետև Սամվել Կարապետյանը շուրջ 7 ամիս եղել է հենց կալանավորումը որպես խափաման միջոց սահմանափակման պայմաններում, այնուհետև տնային կալանքը որպես խափաման միջոց սահմանափակման պայմաններում, որոնք իրար համարժեք են։ Այսինքն Եվրոպական դատարանը դեռ տարիներ առաջ արձանագրել էր, որ այս երկու խափաման միջոցները ըստ էության համարժեք են։ Նաև հենց վերջերս Սահմանադրական դատարանն էլ էր դա արձանագրել, բայց հետաքրքիր հարց է, չէ՞ որ այսքան ժամանակահատված գրեթե բոլոր հանրային հնչեղություն ունեցող գործերով տնային կալանքը որպես խափաման միջոց չէր կիրառվում, նույն նաև Սամվել Կարապետյանի դեպքում։ Ինչևէ, այո, ապացուցման շեմը, թե ինչի համար անձի անազատությունը պետք է պահպանվի, պետք է լինի շատ բարձր, պետք է լինի շատ պատճառաբանված, քանի որ մենք խոսում ենք անձի անձնական ազատության սահմանափակման հետ, այսինքն իր հասարակությունից մեկուսացման մասին, իսկ 9 ամիս տևող քննության պայմաններում, երբ կհիշեք 53 քննիչներ էին ներգրավված այս վարույթում, որ իդեպ աննախադեպ էր կարծում եմ, քանի որ չգիտեմ, այդ ինչ քրեական վարույթ պետք է լինի, որ 53 քննիչներ ներգրավված լինեն, իսկ այս քրեական վարույթը բացառապես մայր աթոռը պաշտպանող հայտարարության մասին էր, մայր աթոռը մեր ձևով պաշտպանելու մասին, իդեպ մասնակցելով այդ գործընթացին, այս բառերի համար մենք խոսում ենք 260 օրից ավել տևող փաստացի կալանքի մասին, եւ թե վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ինչ պատճառաբանություն է բերել, անկեղծորեն չեմ էլ պատկերացնում, քանի որ եթե մենք խոսում ենք իրավունքի գերակայության տիրույթում, մենք խոսում ենք արդարության մասին, մենք խոսում ենք իդեպ այստեղ ուզենք չուզենք բախվում ենք այդ հարցի հետ, մենք գտնվում ենք այլևս ընտրական որոշակի գործընթացում։ Նախագահի հրամանագիրը 2026 թվականի փետրվարի 6-ից 7 ժամանակահատվածում այլևս հրապարակվեց եւ մենք գիտենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին լինելու են ընտրություններ։ Սա ինչ է իրենից ենթադրում, որ պետք է նաեւ նույն պատճառաբանվածության աստիճանը շատ ավելի բարձր լինի, որովհետև մենք խոսում ենք քաղաքական հավասար մրցակցության մասին, որը սահմանադրությամբ երաշխավորված է եւ պետք է գործի, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ տնային կալանքը պահպանվում է։ Լավ, ինչի համար։ Այստեղ գաղլիս ենք նրան, որ ակնհայտ է, այստեղ քաղաքական հետապնդման մասին ենք խոսում։ Այն, որ քաղաքական հետապնդման մասին ենք խոսում, ակնհայտ էր դեռևս 2025 թվականի հունիսի 17-18-ից, քանի որ այս քրեական վարույթը իդեպ դրանով տարբերվում է։ Դուք ասում եք նաև, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի վրա սահմանափակում արգելք կա։ Իշխանությունն ասում է ոչ մի արգելք չկա, ինչպես կմեկնաբանեք։ Շատ շնորհակալ եմ այդ հարցի համար։ Տեսեք, դատական ակտով, դասական իմաստով խոսքի ազատության նկատմամբ սահմանափակում առկա չէ, բայց մենք խոսում ենք տեսաուղերձի մասին։ Տեսաուղերձը խոսքի ազատության իրացման որակապես այլ բնույթ ունի։ Բացի դրանից, դատարանը նաև հաղորդակցման սահմանափակում է կիրառել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Օրինակ, Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից եւ մինչ օրս նույնիսկ տնային կալանքի պայմաններում չի կարող հաղորդակցվել իր եղբոր որդու հետ։ Օրինակ, Նարեկ Կարապետյանի հետ չի կարող հաղորդակցվել։ Հիմա հարց է առաջանում. տեսաուղերձի հրապարակումը կարող է այդ տիրույթում մեկնաբանվել թե ոչ։ Գիտակցելով, որ նման հարց կարող է լինել, մենք ձեռնարկեցինք, այսպես ասած, կանխարգելիչ քայլեր։ Որոնք են դրանք, որ իրավաբանը պետք է կատարի կամ փաստաբանը։ Դիմեցինք քննչական մարմնին, դիմեցինք դատախազությանը, այնուհետև դիմեցինք նաև նույնիսկ պրոբացիայի ծառայությանը, թե արդյոք տեսաուղերձ հրապարակելու վերաբերյալ կա առարկություն թե ոչ։ Քննչականը պատասխանեց, որ գիտեք, դատական ակտը չեն կարող մեկնաբանել։ Բայց ես դատական ակտի մեկնաբանման խնդրանք չէի ներկայացրել։ Հարցնում եմ մի պարզ բան, տեսաուղերձ կարող է հրապարակվել եւ դա կմեկնաբանեն իրենք որպես հիմք նորից կալանքի հարց բարձրաձայնելու թե ոչ, բայց ստանում եմ լրիվ այլ պատասխան եւ սա երկու անգամ է արդեն տեղի ունենում։ Դատախազությունը մինչ օրս չի պատասխանել։ Իսկ պրոբացիայի ծառայությունը օրինակ այդ պարզ հարցին տեսաուղերձ կարող է հրապարակել թե ոչ,
պատասխանով առաջարկել է ինձ, որ դիմեմ դատարանին կամ վարույթ իրականացնող մարմնին, այն է քննիչին։ Պատկերացնում եք իրավիճակը։ Ես նաև ծանոթ եմ այդ հայտարարությանը, որ նույնիսկ ստացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետությունում պատրաստ է նույնիսկ բջջային հեռախոս, քարտ ուղարկել Սամվել Կարապետյանին, կլինի դրա փոխարեն իսկապես ուղարկեն քննիչի եւ դատախազի կամ պրոբացիայի ծառայության գրություն, որտեղ ուղիղ գրված լինի, որ տեսա ուղերձի վերաբերյալ խնդիր չեն տեսնում։ Շատ լավ։ Դուք տևական ժամանակ ստանձնել եք Սամվել Կարապետյանի պաշտպանությունը։ Կալանք, այնուհետև տնային կալանք, հրապարակային խոսքի սահմանափակում։ Ձեր գործունեության այս ընթացքը ինչ է հուշում, ինչ խութեր կան իրավական ոլորտում, որ հնարավոր է կարգավորել, որպեսզի հետագայում այլ մարդիկ էլ նման ճանապարհով չանցնեն։ Գիտեք, երևի թե առաջինը շատ մակրո իմաստով եթե պատասխանեմ, մեր պետաիրավական, դատաիրավական համակարգին մարդասիրություն է անհրաժեշտ։ Մարդասիրության համար քաղաքական կամք է անհրաժեշտ։ Տեսեք, մենք հենց մեր խոսակցության սկզբում արձանագրեցինք, չէ, որ տնային կալանք խափանման միջոց գոյություն ունի, բայց այն զգայուն հանրային հնչեղություն ունեցող գործերով չի կիրառվում։ Հիմա սա ինչի ցուցիչն է։ Մարդասիրության բացակայության եւ անկախության դեֆիցիտի։ Այսինքն նույն դատաիրավական, պետաիրավական համակարգը անկախության խնդիր ունի։ Անկախությունն էլ իր հերթին հիմնականում պայմանավորված է լինում արեստավարժության ոչ բավարար մակարդակով։ Եթե մենք խոսենք իսկապես արեստավարժության բարձր մակարդակի մասին, ապա չի կարող լինել անկախության նման խնդիր, որովհետև դուք նկատել եք, չէ՞, օրինակ, գործը մակագրվում է մի դատավորի, մասնագիտական համայնքը, փաստաբանական համայնքը նույնիսկ 100% ճշգրտությամբ կանխատեսում է ելքը, թե դատավորը ինչ դատական ակտ է կայացնելու, եւ ճիշտ հակառակը, մակագրվում է մեկ այլ դատավորի, մասնագիտական համայնքը օրինակ նույն ճշգրտությամբ ասում է, որ գիտեք կալանքը մերժվելու է։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ կան դատավորներ, որոնք անկախության խնդիր ունեն։ Հետևաբար ինչ է պետք անել։ Պետք է դատական, դատաիրավական համակարգում ունենալ իսկապես այնպիսի արեստավարժների թիմ, հենց դատավորները լինեն այդպիսի մի, կարելի ասել, էտալոնային օրինակներ։ Եվ նույն բարձրագույն դատական խորհուրդը, որը դատավորների անկախությունը երաշխավորող մարմինն է այսօրվա սահմանությամբ, իրապես այդ առաքելությունը կատարի։ Այստեղ խնդիրները իհարկե գալիս են նաև քաղաքական բնույթի Որպես այդ գործողություններից։ թեմայի շարունակություն, պարոն Վարդևանյան, տեսեք, ունենք բարձրագույն դատական խորհուրդ, որի կազմում նաև ընտրվում են ոչ դատավոր անդամներ։ Այս կառույցը, այսինքն ձեր գնահատմամբ, ինչպես կարող է ճիշտ վերաբաշխել, ճիշտ գնահատականներ տալ այն դատավորների կայացրած որոշումներին, որոնք առկա են այսօր։ Գիտեք, սահմանադրական մակարդակում, երբ այդ փոփոխությունը տեղի էր ունենում, Վենետիկի հանձնաժողովը օրինակ կտրականապես դեմ էր այդ մոդելին, առաջարկը նրանում էր, որ դատավորների թիվը պետք է գերակշռող լինի։ Այսինքն ոչ թե լինեն 10 անդամներից 5 դատավոր, 5 իրավաբան գիտնական, այլ գոնե 6-4 հարաբերակցություն լիներ։ Բայց ունենք այնինչ ունենք։ Այստեղ եթե իրապես իրավաբան գիտնականների ընտրությունը լինի արդարության, արեստավարժության չափանիշներից ելնելով եւ այդ չափորոշիչներից ելնելով, իրավիճակը լրիվ այլ կլինի։ Եվ մյուս կողմից, որ իսկապես նաև դատավորին ամենախիստ պատասխանատվության միջոցը կիրառելու համար կարելի էր ձայների հարաբերակցության շատ ավելի բարդ մոդել մշակել։ Եվ իհարկե որոշակի մեխանիզմներ լինեին հանրային հաշվետվողականության։ Հիմա օրինակ, դուք գիտեք, որ բոլոր այն առանց անունները տալու դատավորները, որոնք ունեն շատ ցածր վարկանիշ, որոնց անունները բոլորը գիտեն, իրենց վերաբերյալ ներկայացվել են կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ։ Դրանցից մի քանիսը անձամբ ես եմ ներկայացրել, բայց կարգապահական վարույթներ չեն հարուցվում այդ դատավորների նկատմամբ։ Հիմա այստեղ արդյոք չպետք է լինի հանրային հաշվետվողականություն, թափանցիկություն, որ նույն օրինակ հանրությունն էլ գնահատի, լավ, ինչի համար է այս դատավորը պատժվում, իսկ այս մյուս դատավորի նկատմամբ նույնիսկ վարույթ չի հարուցվում։ Այս մեխանիզմները, եթե իսկապես որակապես փոփոխվեն, մենք կունենանք եւ հաշվետու դատարան, եւ արդարության սկզբունքից բխող դատարաններ, բայց կրկին անկյունակարը պետք է լինի մարդասիրությունը, տարական մարդասիրությունը։ Մենք կունենանք իսկապես փոփոխություն։ Այն, որ դատարաններից միշտ մի կողմը դժգոհ է լինում, իսկ մյուս կողմը, այսպես ասած, հնարավորինս կարող է եւ գոհ լինել, դա փաստ է, բայց բանաձևը հետեւյալն է, որ բոլորի մոտ պետք է լինի այն տպավորությունը, որ դատական ակտը արդար էր,
Շատ հաճախ նկատում ենք, որ Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում որոշ գործերով պարտվում է։ Սա ինչով է պայմանավորված եւ արդյոք սա չի ազդում մեր միջազգային իմիջի վրա։ Գիտեք, վերջին շրջանում թե պարտությունների տեսանկյունից, թե նաև միջազգային կառույցների հետազոտությունների տեսանկյունից դատաիրավական համակարգի վերաբերյալ խնդիրները արձանագրվում են։ Քննչական եւ դատախազության ներկայացուցիչների գործողությունների վերաբերյալ խնդիրներ արձանագրվում են։ Իդեպ Եվրոպական դատարանի հիմնական վճիռները, որոնք կայացվում են եւ նաեւ վերջերս էլ էին հրապարակվել, վերաբերում են խափանման միջոցներին։ Այսինքն իսկապես Եվրոպական դատարանը տարիներ ի վեր խոսում է նրա մասին, որ կալանքներ այսքան շատ չպետք է լինեն։ Եվ պատկերացրեք պարադոքսը, հենց այս իշխանությունները ի վերջո կատարում են այդ բարեփոխումը։ Տնային կալանքը որպես խափանման միջոց նախատեսվում է քրեական դատավարության օրենսգրքում, որը տարիներ ի վեր առկա չէր։ Ես այստեղ դրականն եմ ուզում ընդգծել, բայց պատկերացրեք զգայունություն ունեցող գործերով քաղաքական զգայունություն։ Դրանք չեն կիրառվում։ Հիմա նույն Սամվել Կարապետյանի դեպքում ինձ մի իրավաբան, մի քննիչ, մի դատախազ, մի դատավոր թեկուզ ոչ այսպես ասած պատմուճանով լինելու կարգավիճակում կարող է տալ հստակ պատասխան, թե ինչի համար չպետք է կիրառվեր տնային կալանքի սկզբանը։ Բայց չեն կիրառել, չէ՞։ 7 ամիս չեն կիրառել։ 7 ամիս ամենաինտենսիվ սահմանափակումն են կիրառել։ Եվ պարզ է այստեղ քողարկված եւ ոչ քողարկված լրիվ այլ նպատակներ էր այս ամենը հետապնդում, որտեղ մի բան էլ է հստակ։ Այդ նույն քննիչը, դատախազը եւ դատավորը, եթե պարզապես նստենք եւ խոսենք, իրենք էլ են արձանագրելու, որ Սամվել Կարապետյանի դեպքում ընդհանրապես գործ չկա։ Այս դեպքում ինչ անել, որպեսզի հանրության մոտ դատարանների անկախության եւ դատարանների նկատմամբ վստահությունը հնարավորինս բարձրանա։ Գիտեք, մի քանի գործողություն կա, որոնք այսպես ասած շատ ակնհայտ են։ Առաջինը դա քաղաքական կամքն է։ Ինքը թվում է թե պարզ մի միտք է, բայց գիտեք, երբ քաղաքական իշխանությունը իր մեջ կայացնում է այդպիսի որոշում, ունենում է այդպիսի խիզախություն, որ չի միջամտելու դատական գործընթացներին, չի միջամտելու կոնկրետ գործերին, նույնիսկ եթե դրանց ելքերը իրենց դուրեկան չլինեն, այսինքն իրենց համար հաճելի չլինի դատական ակտը, իրենք դրան չեն միջամտելու։ Հետևաբար առաջին քայլը դա քաղաքական կամքն է։ Երկրորդը իսկապես դատական համակարգը պետք է լինի Հայաստանի Հանրապետության լավագույն իրավաբանների վայրը։ Այսինքն դատավորները պետք է լինեն այդ աստիճան արեստավարժ։ Այդ աստիճան արեստավարժությունը վստահեցնում եմ ձեզ երաշխավորելու է իրենց անկախությունը եւ իհարկե նաեւ սոցիալական բնույթի, այսինքն բարձրացության եւ այլ երաշխիքների տեսանկյունից գործուն լուծումներ անհրաժեշտ են, որովհետեւ մենք այսօր կարծում եմ բոլորս էլ համակարծիք կլինենք։ Մենք չունենք այնպիսի դատական համակարգ, որը հայ ժողովուրդը պետք է ունենա։ Այսինքն այդ աստիճան անկախ, այդ աստիճան արեստավարժ եւ վստահություն վայելող։ Մենք դա չունենք։ Կարող ենք ունենալ, վստահաբար կարող ենք, վստահաբար։ Իդեպ Սամվել Կարապետյանը իր ուղերձներից մի քանիսում, երբ դեռևս գտնվում էր քրեակատարողական հիմնարկում, մի քանի կարևոր շեշտադրումներ նույն նաեւ դատական համակարգի վերաբերյալ ներկայացրել էր։ Եվ դրանք, այո, կառուցվում էին հիմնականում անկախության երաշխավորման վրա։ Արչևում նախընտրական փուլը մեկնարկում է, թեև ոչ պաշտոնապես արդեն տեսնում ենք ուժերը պատրաստվում են։ Ձեր նախընտրական ծրագրում իրավական ինչ փոփոխություններ եք նախատեսում, որովհետև մի բան է լինել իշխանության մեջ դա չկարողանալ անել կամ կարողանալ, եւ մեկ այլ բան է, երբ մինչև իշխանություն լինելը հայտարարում եք, որ հնարավոր է այս կամ այն օրենքը փոխել։ Գիտեք, երբ արդեն նախընտրական ծրագիրը կներկայացվի, վստահ եղեք, որ բավականին մի քանի ուղղություններով լուծումները ներկայացվելու են, սկսած թե ընդհանուր արդարադատության ոլորտի, լինի դա ընդհանուր իրավասության դատարանները, լինի դա ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ մոտեցումները եւ լինի ընդհանրապես այսպես ասած դատավորների թվականակի հետ կապված հարցադրումները։ Այսօր դատարանների գերծանրաբեռնվածության մեջ նաև խնդիր է հանդիսանում այն, որ մենք իսկապես դատավորների թվականակի համալրման հարցում ենք, բայց արդյոք դրանք պետք է լինեն զուտ քանակական։ Ոչ, այն պետք է լինի իսկապես որակական։ Այսինքն պետք է լինեն այնպիսի դատավորներ, որ հենց այն խնդիրները, որոնք խոսում ենք, այլևս չլինեն որպես այդպիսի։ Մենք պետք է ունենանք այնպիսի քննչական եւ դատախազական համակարգ, որտեղ իսկապես անկախությունը լինի գերակայողը, այլ ոչ թե
պայմանականորեն հանրային հնչեղություն ունեցող գործերով մենք տեսնում ենք կանխատեսելի իրավիճակներ, ոչ հանրային հնչեղություն ունեցող գործերով տեսնում ենք ավելի շատ пассивություններ։ Իդեպ սա եւս կարևոր հարց է։ Դուք նկատել եք վստահաբար, թե ինչքան շատ են օրինակ կենցաղային հողի վրա հանցանքները, դաժանագույն ելքերով։ Վստահ եմ տեսել եք նույն թմրամոլության հետ կապված ցուցանիշները։ Այսինքն սա նշանակում է, որ այդ ոլորտում պայքարը բավարար արդյունավետ չէ։ Այստեղ գալիս եւ բախվում է ոստիկանություն, քննչական եւ դատախազության գործունեության հետ կապված հանգամանքները։ Ձեր ասացի շարունակության հետ կապված մի հարց եմ ուզում ուղղել պարոն Վարդևանյան, ինչը մեր հերոստատիտողներին առհասարակ հասարակությանը վերջին շրջանում հատկապես շատ է հետաքրքրում։ Շատացել են սպանությունները, աղմկահարույց սպանությունները։ Սրանք ինչպես է հնարավոր կանխել։ Գիտեք, ոստիկանության հետ կապված մեր հասարակության ստվար զանգվածը միշտ իր ուշադրությունը սևեռում է օրինակ ոստիկանների դեպքերը բացահայտելու, մեղավորներին, այսպես ասած, անմեղության կանխավարկածը հարգելով, հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ կատարելով։ Բայց ոստիկանության առաջնային գործառույթը դա կանխարգելումն է։ Դա դեպքերի կանխարգելումն է։ Այսինքն ոստիկանությունը այն աստիճան օպերատիվ իրավիճակին պետք է տիրապետի, որ նման խնդիրներ չլինեն։ Ես որևէ մի գնահատական հիմա չտամ, բայց մենք տեսնում ենք, որ օրինակ այնպիսի անձինք, որոնք ոչ պետական պաշտոնյա են, ոչ հանրային անձինք են, օգտվում են ոստիկանության անվտանգության ապահովման գործառույթից, որ տպավորություն է առաջանում, որ այդ ռեսուրսները պարզապես վատնվում են։ Այսինքն մենք կարող է հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ոստիկանները առավելապես զբաղված են այլ բնույթի խնդիրներով, ոչ թե հենց առաջնային իրենց գործառույթը հանդիսացող հարցերով։ Հիմա հարց է առաջանում, օրինակ, եթե այդ աստիճան առաջնայնություն տրվեր նույն թմրամոլության, նույն նման, այսպես ասած, բռնությունների հետ կապված դեպքերի, մահվան ելքով դեպքերի, իրապես օպերատիվ իրավիճակը հսկելուն եւ դեպքերի կանխարգելելուն, կարող է իրավիճակը այլ լիներ։ Ես առնվազն կարծում եմ նաև մեր հայրենակիցներից շատ շատերը չեն տեսնում, որ այս հարցերի վերաբերյալ բավարար լրջություն է փոխանցվում։ Այսպիսի խնդիրների առկայության դեպքում, որը մենք բոլորս տեսնում ենք, հնարավոր է, չէ՞, որտեղ այդ ռեսուրսները անծայրացիչ չեն։ Դիցուք դուք եք իշխանության, ինչ կանեք։ Առաջին հենց հանգամանքներից մեկը կլիներ ոստիկանության ամբողջ ներուժը իրապես ոստիկանությանը գործառույթներին վերաբերող հենց այդ ուղղության վրա կենտրոնացնելը, հենց կանխարգելելու տեսանկյունից հատկապես։ Եվ իհարկե այստեղ կրկին խնդիրը գալիս է նաև ոստիկանների քաղաքական չեզոքությանը։ Հիմա տեսեք, երբ տեսնում ենք հանրային հավաքներ, ընդդիմադիր բնույթի կամ այլ, տեսնում ենք, չէ, ինչ աստիճան ոստիկանական ուժեր կենտրոնացված են լինում։ Դուք այլ դեպքերում, երբ ենթադրենք լուրերով հերթական մի դեպքն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել կամ սպանություն է տեղի ունեցել, դուք այդպիսի ոստիկանական ուժերի կենտրոնացվածություն տեսնում եք, չեք տեսնում։ Բայց այստեղ խնդիր կա, չէ՞։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում ենք Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։